լիր հարգարժան հյուրեր, ուրախ ենք ձեզ ողջունելու Կապանի միջազգային երաժշտական փառատոնի այսօրվա համերգին։ Հուլիսի 9 Կապան ֆեստի 6-րդ օրը անցավ ջազային հրավառությամբ։ Այս տարի այդ տրամադրությունն ապահովեցին վրացի դաշնակահար Բեկա Գոչիաշվիլին եւ ընկերները։ This is my first time in Kapan, but this is my Հայաստանում 5-րդ անգամ եմ։ Տպավորություն է, որ այստեղ եմ ծնվել։ Իմ երկրորդ հայրենիքն եմ համարում։ Կապան ֆեստում առաջին անգամ եմ։ Սեր, զայրույթ, տխրություն, այս զգացողություններն են, որ ինձ ստիպում են նվագել։ Ուրախ եմ այստեղ գտնվելու եւ հանդիսատեսին մեր ռիթմիկ հույզերը փոխանցելու համար։ Դե իսկ Կապանը շատ գեղեցիկ է, եզակի բնություն ունի։ Բեկան պատանեկան տարիքից ելույթ է ունեցել տարբեր միջազգային բեմերում։ Չնայած երիտասարդ է, բայց ունի բազում ավագ ընկերներ, որոնք էլ աջակցեցին նրան համերգի ընթացքում։ Լսել եմ, տեղյակ եմ, որ միշտ շատ լավ երաժիշտներ են հավաքում ու շատ լավ միջոցառումներ են, բախ չի վիճակվել մինչև հիմա մասնակցել, այս տարի տոտին զանգեց Տիգրանը մեր Սուչյան զանգեց, առաջարկով, որ Բեկայինք էլ մասնակցեն, ես զանգեցի Բեկայինք էլ մեծ հաճույքով ուրախ համաձայնվեցին։ Очень отличная традиция. Շատ լավ ավանդույթ է դարձել Կապան ֆեստը։ Ուրախ եմ, որ այս տարի մասնակցում եմ։ Լավ համերգ ունենալու համար միջավայրն իսկապես տրամադրող է։ Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ լսելու թե հեղինակային, թե համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործություններ։ Այսպիսով Կապանի միջազգային երաժշտական փառատոնի բեմը գրավեց եւս մեկ տաղանդավոր արտիստ, յուրահատուկ երանգ հաղորդելով ֆեստին։ Աննա Մելքումյան, Տիգրան Թումանյան, Սյունիք, լուրեր։